Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դիգին խամոյան, դրում եմ։ Եվ հաջորդը, այդ դուք նշում եք Կիրակի օրով քննիչները ինչի են կանչել հարցաքննության։ Դուք տեղյակ եք, որ քննիչը աշխատում է շաբաթ, Կիրակի, գիշերային ժամերին։ Հիմա մեր գործն է դա։ Չի պատահական չի անում։ Ամենայն պարոն Բողոքյան, ամենայն հարգանքով էլի, երկխոսություն չի, ազատ ինչ-որ շփում չէ, ինչ-որ ընդհանրակարգ մեկը ժամկետային սահմանափակում որոշակի։ Տիկին Գրիգորյան, պատահական համընկնումներ ստեղ քննիչը, երբ որ հարցակը ինքն է որոշում, ինքն է ուղղություն տալի քննությանը, եւ հարցաքննության ծանոթագրեր ուղարկումը այն ժամանակահատվածին եւ հրավիրումը հարցաքննության, երբ որ քննիչը նպատակահարմար է գտնում։ Ես չեմ կարող մեկնաբանել քննիչի գործողությունները եւ ըստ էության հիմա Կիրակի օրով մարդը կարող է ունենալ պլանավորված, չգիտեմ, ինչ-որ հանդիպում։ Հիմա կարող էր հետո մեկնաբանել, որ այ քննիչը այս հանդիպումը ես չգիտեմ, այդ մենք որ ծանուցում ենք, չենք կանխատեսում, թե անձը այդ օրը ինչ պլանավորված գործողություններ։ Մենք ծանուցում ենք ըստ մեր հայեցողության եւ ըստ մեր զբաղվածության։ Այս առումով այսքանը Տիկին Գրիգորյան, գիտեք ինչ, ես կոնկրետ այդ դեպքին Չէ, մի հատ բան ասեմ այս մասով, երբ որ դա անհետաձգելի քննչական գործողություն է, ընդհանրապես եմ ասում, ոչ այս դեպքի մասին, էլի։ Օրինակ մենք ունեցել ենք իրավիճակներ, երբ որ օրինակ անձին հնարավորություն են տվել կոնկրետ օրինակ անհետաձգելի քննչական գործողություն, երբ որ կատարել ենք օրինակ, չգիտեմ, կարիքները հոգա եւ այլ անձը օգտվելով այս հանգամանքից Տիկին Գրիգորյան, ես այս դեպքի մասին չեմ խոսում, էլի, կամ դիմել է փախուստի, կամ փորձել է ոչնչացնել այն հնարավոր են իրերը, առարկաները, որոնք որ ըստ էության կարող էին հայտնաբերվել իր մոտ։ Հիմա ես չեմ կարող ասել այս իրավիճակում վստահեցնում եմ միայն, որ դա միտված չի եղել, չգիտեմ, անձին անհարմար իրավիճակի մեջ դնելուն վստահեցնում եմ, առավել եւս հոգեվորական նկատմամբ, կարծում եմ զուտ քննիչը իր գործողությունները պլանավորելիս հաշվի առել, որպեսզի առավելապես ապահովի տվյալ քննչական գործողության արդյունավետությունը։ Այս մասով սա, այ դուք նշեցիք, որ բռնագրաված պլանշետներ եւ այլն, Տիկին Գրիգորյան, այնտեղ մենք շատ առարկաներ ենք հայտնաբերվել եւ իրեր առգրավել ենք, հիմա զննության փուլում է, ինտենսիվ գործողությունները կատարում ենք, որ պահից սկսած, հավաստիացնում եմ, որ պահից սկսած, որ այդ իրերի պահելու անհրաժեշտությունը վերանա, կվերադարձնենք։ Այնտեղ մենք դեպք ենք ունեցել, նշեմ էլի, որ օրինակ, չգիտեմ, խոզարկության ժամանակ հոգեվորականներից մեկը փորձել է թաքցնի հեռախոսը, կնոջն ատվեց, այս դեպքեր ունեցել ենք, չեմ ուզում այնա մանրամասների մեջ։ Հիմա դրա համար որ ասում եք երեխու մոտ, երեխայի պլանշետը, մենք պետք է հասկանանք, չէ՞, դա երեխայի պլանշետն, այսինքն պետք է առնվազն զննենք, որպեսզի հասկանանք։ Այս մասով երբ որ ավարտում ենք այդ գործողությունները, վստահաբար, եթե ինքը իրեղեն ապացույցի նշանակություն չունենա, կվերադարձնենք։ Գյումրու դեպքերով նշեցիք, ես նորից վերահաստատում եմ, եթե զանգվածային անկարգությունները իշխանության ներկայացուցիչի նկատմամբ դիմադրությունը, բռնություն գործադրելը ոստիկանների նկատմամբ, արդարադատությանը խոչընդոտելը, հավաքներին մասնակցելուն հարկադրելը, եթե սա տեղավորվում է ձեր ասած քաղաքական ենթատեքստի մեջ, ես թույլ տվեք ձեր հետ չհամաձայնեմ։ Այս իմ ասած դեպքերով կան նաև ծանր հանցագործություններ եւ հետեւաբար այս առումով մենք չէինք կարող կանխատեսել, որ սովորական քրեական վարույթը, որը վերաբերվում է կաշառք ստանալուն պաշտոնատար անձի կողմից, որը որ հակակոռուպցիոն կոմիտեում քննում չէինք կարող ենթադրել, որ սա հետագայում, ասենք, ֆանտաստիկայի ժանրից է, էլի, հետագայում պետք է վերաճեր զանգվածային անկարգությունների։ Թող չանեին։ Ով է իրաց դերից բռնել, որ սա պաշտոնատար անձանց, չգիտեմ, օգտագործելով իր կանադառնամ Տիկին Վարդանյան այդ փաստաբանի հետ կապված։ Օգտագործելով իրենց լծակները, լիազորությունները, մարդկանց մոբիլիզացնեին, չգիտեմ, այնտեղ խմբեր ստեղծեին, արգելափակեին այս բանը շենքի այդ մուտքը, ելքը, որպեսզի թույլ չտային եւ այլ։ Ով է ստիպել, որ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրեին։ Հիմա դուք ուզում եք, ինչ եք ուզում ասեք, որ մենք
զերծ մնային կես վարույթը քննելուց։ Թող ցուցաբերեին են գործով պատշաճ դատավարական վարկագիծ, մերսագրվում է կոնկրետ արարքի մեջ, թող պաշտպանվեին, բայց պաշտպանվելը օրինական գործիքակազմով, ոչ թե մարդկանց ստիպեին եւ դրթեին, որպեսի, չգիտեմ, այդտեղ հավաքվեին հարյուրավոր, հազարավոր մարդիկ։ Հաջորդը դուք փաստաբանի դեպքն եք վկայակոչում։ Գիտեք ինչ, մենք էլ այդ տվյալ ունենք, որ որոշակի գործողություններ կատարելուց հետո ձեռքերն ասենց հանում։ Հիմա այսքանը բավարար է։ Չէ՞։ Չի լինում այտենց։ Դե որ նկարագրված է իրանց մեղադրանքի։ Ես ներողություն։ Քնարը երբ բանից է։ Քնարիկ։ Ազգային Ես ներողություն եմ խնդրում։ Ժորժյան, ուրեմն նայեք, հաշվի առնելով, որ սա եզակի հնարավորությունն է բովանդակային քննարկում ունենալ ազգային ժողովի ներսում մեր գործընկերների հետ։ Տեսնում եք, հնարավորինս ազատական մոտեցում է, թե ժամի հետ կապված, թե հարցադրումների հետ կապված։ Սա ոչ թե հանկարծ չդիտարկեք էլի ընդհանցակարգի չիմացություն կամ չդիտարկեք որպես, չգիտեմ ինչի, անհասկանալի մոտեցում։ Սա արվում է նրա համար, որպեսզի հանրություն տեղեկացված լինի մեր գործունեության մասին։ Բայց չափերը, սահմանները որոշակի կանոններ պետք է լինեն, Նարեկ ջան, հակառակ դեպքում ես ստիպված պետք է լինեմ։ Հակառակ դեպքում մի շարունակեք հիմա նույնիսկ խոսել այդ։ Ես պատգամավորներին եմ դիմում հիմա։ Խնդրում եմ, որպեսզի հնարավորինս լրատվամիջոցները պահպանեն լրատվականներից կան եւ չխոչընդոտեն ազգային ժողովի բնականon գործունեությունը։ Ես կարճ ասեմ, մենք ունենք փաստական տվյալներ, երբ որ որոշակի բռնությանը բնորոշ գործողություններ կատարելուց հետո անձը տեսախցիկների արչև որպեսի քողարկի իր գործողությունները նման ձևաչափով ձեռքերը վեր է պարզել, այսքանը եւ գնահատել ենք դա ըստ էության իր արարքի իրավական գնահատականի մեջ ամբողջությամբ արտացոլված է այդ ամեն ինչը եւ մեջնորդություն ենք ներկայացրել որպեսի կալանքը որպես խափան միջոց ընտրվելու վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել այս մասով այսքանը եւ հաջորդը ապօրինի գաղտնալսման հիմքով հարցաքննության է կանչվել Նաթան Սրբազանը նշեցիք, բայց գործ չկա։ Դե մենք վարույթը նախաձեռնել ենք ըստ էության այլ հանցակազմով։ Կարծեմ մենք հավաքներին մասնակցելու հարկադրելներ եւ նախընտրական ինչ է։ Մենք վարույթ ընդհանրապես որևիցե անձի նկատմամբ չենք նախաձեռնում։ Դա օրենքով է նախաձեռնված, փաստական դեպքի եւ փաստի հիման վրա ենք նախաձեռնում։ Եթե մենք ասենք, որ կոնկրետ վարույթը նախաձեռնել ենք ինչ-որ անձի նկատմամբ, դա կարծում եմ իրավական տեսանկյունից սխալ է։ Որևիցե անձի նկատմամբ փաստի կապակցությամբ ենք վարույթ նախաձեռնել եւ այս քանի որ խոսակցության մեջ նաեւ անցնում էր տվյալ անձը, դրա համար պարտավոր էինք իրեն կանչելու հարցաքննության Տիկին Գրիգորյան։ Այս մասով այսքան է, ընդ որում որքան հիշում եմ նաև օգտվելով իր իրավունքներից, որքան հիշում եմ նաև հրաժարվել է հարցերին պատասխանելուց։ Այս գործով այսքանը, Անիֆի հետ կապված դուք հարցադրում արեցիք, այո, նախորդ անգամ չեմ հիշում, կարծեմ լիագումար նիստում էր, երբ որ հարց տվեցիք, process-ը շարունակվում է Տիկին Գրիգորյան եւ այն դրվագներով, որոնցով որ մենք արդեն հաստատել ենք որոշակի չարաշահումներ, ենթադրաբար չարաշահումներ, այդ մասով բնականաբար մենք արդեն գնացել ենք համապատասխան անձանց դատավարական կարգավիճակ տալու։ Նշեմ, որ գործը ինքը ակտիվացրել եմ ես հենց այն ամեն հսկայական ինքը հսկայական ծավալ ունի, առնվազն բանկային գաղտնիքների տեսանկյունից, բայց Տիկին Գրիգորյան առաջ անցնելով նշեմ էլի մի բան։ Դուք նշեցիք, չգիտեմ, ինչ թիվ հրապարակեցիք, 70 միլիոն ասացիք ոնց։ Ինչ բան։ Թիվ հրապարակեցիք, բայց թույլ տվեք ձեր հետ չհամաձայնվել առնվազն արդեն իսկ որոշակի, որովհետև մենք հիմքեր ունենք, դա այդ ամբողջը չարաշահում չի Տիկին Գրիգորյան։ Ամբողջը չարաշահում չի։ Մենք օրինակ որ դրվագով, օրինակ այս մի դրվագով հայտնաբերել ենք չարաշահում, չեմ ուզում բացեմ, էլի փակ գծերը որ դրվագով ենք հայտնաբերել։ Այս դրվագով գնացել ենք մեղադրանքների, բայց ունենք նաև իրականում գործեր, գործընթացներ հետագայում երբ որ արդեն հրապարակային լինի, որ շատ արդյունավետ ծախսվել այդ գումարներում, չի մասնա խոսքը։
հաստատված ունենք։ Այսօր որ նույնիսկ ընկերություններ կան, որ շահույթով հսկայական աշխատում։ Ես անկեղծ եմ ասում, դուք այս գործերով դուք որ ընդհանուր մի հատ թիվ եք վերցնում, այս տպավորություն է հանրության մոտ, որ այդտեղ, չգիտեմ, ամբողջը չարաշահում, չկա տես բան։ Այս ինչ որ հայտնաբերել ենք, էսի շատ ուսած, չգիտեմ, մյուս դրվագներով, իհարկե ամբողջ դրվագներով քննություն են կար, բայց դրվագներ կան հսկայական, որ արդեն իսկ հերկվել են ու հաստատվել են, որտեղ չարաշահում տեղի չի ունեցել։ Հետևաբար հանրության մոտ ուզում եմ, որ մեր հանրությունն է տեղյակ լինի, որ դες տպավորություն չստեղծելի, որ անիֆում, չգիտեմ, ինչ որ մի հատ տեղեր, որտեղ որ ամբողջ շրջանառությունը սենց չարաշահումների տիրույթում էր։ Հույս ունեմ, ձեր սա հարցերին պատասխանեցի։ Շնորհակալություն։